Տիկին Ջուլհակյան, խնդրում եմ նաև ասեք, էլի, օրինակ ձեր հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմադիրները մասնակցել են այս վերջերս, թե ոչ։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, սկսեմ ձեր հարցին պատասխանելուց, ոչ վերջին շրջանում մեր ընդդիմադիր գործընկերները չեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, պարոն Գեգամ Նազարյանն է միայն, որը ընդգրկված չէ մեր խմբակցությունում եւ մասնակցել է հանձնաժողովի աշխատանքներին, մյուսները առհասարակ չեն եկել։ Պատիվ ունեմ խմբակցությանը, անկախ падգամավոր է, ընդդիմադիր падգամավոր։ Ասացի մեր խմբակցությունում չընդգրկված падգամավորներից միայն Գեգամ Նազարյանն է, որ մասնակցել է մեր հանձնաժողովի աշխատանքներին։ Պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչը մեր հանձնաժողովում երբևէ չի մասնակցել մեր հանձնաժողովի նիստերին, բացառությամբ մեկ նիստի, երբ իրենք զեկուցվող նախագիծ ունեին եւ պետք է քվեարկեր իրենց նախագծին, մյուս դեպքերում երբեք չի մասնակցել։ Հայաստան խմբակցության падգամավորները մասնակցում էին ժամանակին որոշակի բաց թողումներով իհարկե, բայց հիմնականում մասնակցում էին, վերջին շրջանում չեն մասնակցել։ Տիկին Ջուլհակյան, մի հարց էլ տամ։ Օրինակ ձեր հանձնաժողովի անդամ ընդդիմադիր գործընկերները, որ չեն մասնակցում, գուցե ձեզ են հայտնում, այսինքն իրանք ինչ պատճառով չեն մասնակցում, գուցե քաղաքական բոյկոտ են անում, ինչ եմ հարցնում, որտեղ լիագումարի վերաբերյալ ոչ մի բան մեզ հայտնի չի։ Օրինակ, եթե հայտարարած լինեին, որ բոյկոտում են խորհրդարանի աշխատանքները, կասեինք շատ լավ, քաղաքական բոյկոտ է, կամ ասեին ոտներս ենք ջարդել, չգիտեմ, նեղացել են, գոնե կիմանայինք։ Հիմա հարցնում եմ, գուցե ձեր հանձնաժողովի բացակայության բացատրություն կա, խնդրեմ պատասխանեք։ Նախկինում եղել են դեպքեր, երբ որոշ բացակայությունների ժամանակ, մասնավորապես պարոն Մինասյանը զանգել եւ տեղեկացրել է, որ ի վիճակի չլինելու մասնակցել հանձնաժողովներին, բայց այս վերջին շրջանում, որ ասացի, չեն գալիս լիագումար նիստերին զուգահեռ չեն մասնակցում, որևէ կերպ չեն զգուշացրել։ Ես ինքս փորձում եմ հասկանալ իհարկե ինչով է պայմանավորված նրանց բացակայությունը, կարծում եմ եղանակային պատճառներով, կարծում եմ շոկ է եւ չեն ցանկանում աշխատել պարզապես։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, բայց պետք է ասեմ, որ սա աբսուրդ է, էլի, փաստորեն Հայաստանի Հանրապետությունը եւ աշխարհում միակ երկիրն է, որտեղ падգամավորների մի մասը գործից փախել են։ Սա ուրիշ անուն չի, հնարավոր չի տալ։ Քաղաքական բոյկոտ չի, չեն հայտարարել որևէ քաղաքական պատճառ, թե ինչի չեն գալիս գործի, չեն գալիս գործի։ Ու այս այն մարդիկ են, որ ասում են մենք պետք է վերցնենք մանդատները եւ օր ու արև չտանք իշխանությանը։ Ես կարծում եմ, այս նոր գումարման ազգային ժողովում, ես կարծում եմ, որ եթե իրանք պատրաստում են սենց լինել, ավելի լավ է չգան եւ չվատնեն բյուջեի փողերը։ Իրանք արժանի չեն այն աշխատավարձին, որը ստանում են։